իրավաբաններին հետաքրքրում է ցուցմունք տվել եք Սրբազանի եւ Քահանայի գործով։ Տեսեք, հետաքրքիր մի բան ասեմ, որ առհասարակ ոչ միայն օրենքով չի կարելի ստել, այլ նաև բարոյական չի ստելը եւ հստակ հարցեր են տվել, որին որ ես պետքա հակամ չասեի, ես էլ չեմ խաբել, որովհետեւ հոգեվորականին հարց չի ստելն ու խաբելը։ Այնպես որ այն հարցերը, որը տրվել է, ես ինչ որ իմացել եմ, դրանց շատ ուղիղ պատասխան եմ տվել։ Բաց են այդ հարցերը, կարող եք։ Այդ հարցերը ես չեմ կարող տալ, որտեղ ինձ թվում է պետք չի։ Չեմ կարող ասել ձեզ ինչ հարցեր են տվել։ Բայց ամեն դեպքում հարցաքննություն եղել է։ Մի քանի հարց, որ ենթադրում եմ տվել են 21 թվականի իրադարձություններն եք հիշադակել հանրայինի տաղավարում, թե ձեզ ստիպողաբար գործուղել են ցույցերի մասնակցելու։ Գերագույն հոգևոր խորհուրդը սեպտեմբերին պարզաբանել էր, որ նման պրակտիկա կա, որ հոգևորականների ներկայությունը պարտադիր է որոշ ցույցերի հասարակությանը զսպելու, հոգևորականի ներկայությամբ, չգիտեմ, adekvatության դաշտում պահելու։ Շատ լավ, եթե նման պրակտիկա կա ու այդ պրակտիկան ընդունելի պրակտիկա է, ինձ թվում է, որ որևէ մեկը խնդիր չունի։ Այսինքն, եթե պրակտիկան կա եւ պրակտիկան ընդունված է, որ պետք է հոգեվորականը լինի ցույցերի տեղում, ուրեմն որևէ մեկը խնդիր չունի, բայց այլ հարց է, այդ ցույցերին մարդիկ ուզում են գնալ, թե ոչ։ Դուք գնացել ինչ եք արել, երբ որ ստիպողաբար ձեզ։ Գնացել են, կանգնել ենք այնտեղ։ Ընդամենը կանգնել եք։ Դե կամ փողոցները փակելուց իրենց հետ ենք եղել։ Կոնկրետ մի հոգու է կամ մի քանիսին է հրահանգ եղել, թե շատերին եւ ինչ հրահանգ է կոնկրետ եղել, այսինքն գնացեք, մասնակցեք, թե գնացեք ժողովրդի կողքին եղեք։ Դե ցուցակներ է կազմվել, ամեն անգամ 3 հոգի գնալու ու այդպես 3-3 գնացել են։ Երեկվա բերման ենթարկված քահանաները, այսինքն այդ իրենց բերման ենթարկելը կապ ուներ այդ գործը։ Չգիտեմ ճիշտն ասած, որովհետև այսպես գործին տեղյակ չեմ, ինչի համար են կանչել, բայց այսօր իմացա, որ նաև մի մասը ազատության մեջ է, այսինքն խնդիր չի եղել, գնացել են, վերադարձել են։ Այո, ձերբակալվածը ձեր թեմի առաջնորդն է, որ 2 ամսով կալանավորվեց եւ թեմի դիվանապետը, թեմի դիվանապետին, եթե չեմ սխալվում, Սրբազանի արարքին օժանդակելու համար են մեղադրում։ Դուք տեղյակ եք ինչի մասին։ Ես մի բան գիտեմ, որ որևէ մեկին չեն կարող ձերբակալել մի բանի համար, որ ինքը չի արել, եւ եթե լավ բան է, էլի չեն կարող ձերբակալել, եթե օրենքի խախտում չկա, էլի չեն կարող ձերբակալել։ Ես չեմ լսել, որ մի հոգևորականի պսակադրություն կամ մկրտություն անելու համար ձերբակալեն։ Հիմա եթե կա այնպիսի տվյալներ, պետությունը ունի այնպիսի տվյալներ, որ մենք հոգևորականներս չենք տիրապետում, դեռևս չգիտենք ինչ խնդիրներ ու պատճառներ կա ձերբակալման, ես չեմ կարող ժամանակի շուտ ինչ-որ բաներ ասել, բայց եւ նաեւ մտածում եմ, որ եթե որևէ բան չկա, շուտով Սրբազանը ազատության մեջ կլինի։ Վստահում եք իրավական համակարգին։ Ճիշտն ասած, երբևէ շատ առնչություն չեմ ունեցել իրավական համակարգի հետ եւ սեփական մաշկիս վրա չեմ զգացել, բայց այնուամենայնիվ մտածում եմ, որ եթե ամեն բան օրենքի շրջանակներում արվի եւ եթե թեմիս առաջնորդը անմեղ է, շուտով կտեսնենք նրան ազատության մեջ։ Այսինքն այս գործի շրջանակներում կարծում եք, որ արդար դատաքննություն կլինի եւ այն ձերբակալված 3 անձանց ձերբակալությունը իրավաչափ էր։ Ինձ ասացին, որ դեռևս հայտնի չէ, թե ինչի համար են կալանավորել, պատճառներից տեղյակ չեմ։ Միգուցե դրա մասին կխոսի արդեն պաշտոնական մակարդակով, քննչական կոմիտեն կիմանանք, միգուցե այս ամենը հետ ընդհանրապես կապ չունի։ Դրա համար ժամանակից շուտ չեմ ուզում ինչ-որ բաներ ասել, որովհետև մշտապես Սրբազանի հետ չեմ եղել եւ չգիտեմ ինչով է զբաղվում առհասարակ ծառայությունից հետո, միգուցե այլ հարցեր կա ու հիմա մենք ժամանակից շուտ ինչ-որ փորձում ենք խնդիրներ տեսնել ու լուծել միտեղ, մի սենյակում, որ այդ սենյակը առհասարակ գոյություն չունի։ Այնպես որ պետք է համբերել։ Դե հələ, ասում եք, այս գործով մանրամասներին չեմ տիրապետում, հենց այնպես տեղը չեն ձերբակալի, եթե արդար է ազատ։ Դե առհասարակ այդպես չեք մտածում։ Եթե արդար է ազատ կարձակվի, օրինակ Միքայել Սրբազանը հեղաշրջման կոչ արել է այդպես։ Ճիշտ ասած, ես լուրերին չեմ հետևել, չգիտեմ Միքայել Սրբազանը ինչ կոչեր է արել եւ ինչի համար են նրան ձերբակալել։ Ես ճիշտ ասած միշտ իմ ծառայության մեջ եմ եղել, ոչ թե չի հետաքրքրել ժամանակի առումով իմ հավատացյալներս այնքան շատ են եղել,
հարցերը, դիմումները հոգևորի հետ կապված այնքան շատ են եղել, կներեք ես անգամ թեմի քահանաների հետ ժամանակ չեմ ունեցել զրուցելու, քաղաքական թեմաներն ինձ չի հետաքրքրել, եւ այո, մտածել եմ, որ հոգևորականներ քաղաքականության մեջ անելիք չունի, իր գործառույթը եկեղեցում իրականացվող հոգեփրկությունն է, դրա համար քանի որ գաղափարապես չեմ հարել այդ թեմաներին, չեմ էլ հետաքրքրվել թե Միքայել Սփազյանը ինչ է խոսում։ Շնորհակալություն։ Տեր հայր, համացանցում քննարկվում է ձեզ կարգալույծ անելու հարցը, հա, այսպես հասարակ քաղաքացիներ, ովքեր բարձրաձայնում են դրա անհրաժեշտության մասին, պատճառներ են բերում, որ օրինակ ձեր եղբայրների դեմ ցուցմունք եք տվել օրինակ դրա համար, ինչպես կարձագանքեք այդ մեղադրանքը։ Շատ լավ, նախ առհասարակ կարգալույծ անելու համար սխեմա է պետք, օրենքներ են պետք, վերջապես ով որ կարգը խախտել է, տեսեք հիմա մենք խոսում ենք ձերբակալությունից, չէ՞, բայց մենք չգիտենք օրինակ այդ մարդը կարգը խախտել է, թե չի խախտել եւ որ կարգն է խախտել։ Եվ նույնն էլ եկեղեցին ունի իր սահմանադրությունը, որը որ եկեղեցու կանոններն են։ Հիմա եթե եկեղեցական կանոններով Եվ տեսեք այդ դեպքերն ու իրադարձությունները ինձ կարգապահական տանելու եւ այնտեղ կարգալույծ անելու մինչեւ այս դեպքերն են եղել, այսինքն ես չեմ ուզենա որ դուք այս դեպքերը կապեք նախորդ դեպքերի հետ, որտեղ սրանք իրար հետ առհասարակ կապ չունեն, բայց եթե պետքա Տերարամը այո, բայց ձեր հայտարարությունը հիմա եթե պետքա ես կարգալույծ արվեի, նախ պետքա դրանից առաջ հանրությանը տեղեկացնեին, թե կանոնական իրավունքով Տերարամը ինչ խախտումներ է արել, այս եկեղեցական կանոնները խախտելու համար հնարավորություն է ստեղծվել, որ մենք այս մարդուն կարգալույծ անենք, հա, բայց երբևէ եկեղեցին չասես թե կանոնագրքի որ կետն է Տերարամը խախտել, որ այս կետի համար իրան պետքա կարգալույծ անենք։ Տերարամ, ներողություն եմ խնդրում, իմ հարցը ոչ թե մայրաթորի գործողությունների մասին է, այլ հասարակ քաղաքացիների հավատացյալների հասարակ քաղաքացիները հիմա տեսեք գոյություն ունի համացանց առհասարակ, որ որևէ մեկ մարդու նույն համացանցի միջոցով կարող ես բարձրացնել դարձնել սուրբ մեկը եւ նույն համացանցի միջոցով այդ մարդուն կարող ես պախարակել։ Հիմա մեր հանրությունը շատ հաճախ օգտվում է համացանցյան տվյալներից, որոնք դեռ ստուգման ենթակա են։ Այսինքն այնտեղ պետքա պարզվի այդ մարդը իսկապես նման բան արել է, թե ոչ, թե դա ուղղակի իրեն անվանարկելու համար է։ Հիմա հասարակ հանրությանը ես հարց ունեմ։ Նույն այդ հասարակ հանրությունը, երբ որ տեսնում են, որ Տերարամին պետքա կարգալույծ անեն, եւ եթե սրտացավ են թե եկեղեցու եւ թե Տերարամի համար, մեկ անգամ այդ հանրությունը եկավ մոտեցավ, ասեց Տերարամ, դու ինչ խնդիր ունես։ Դու ինչ հարց ունես։ Ո՞վ է քեզ նեղացնում։ Ես այս օրերին որ տեսնում լրատվամիջոցները ինչքան են գալիս հովանավանք ինձ այնց հարցազրույցներ առնելու, նույն ձևով ես Facebook-յան իմեջում գրառումներ էի արել։ Բողոքել է, եկեղեցու խնդիրների մասն էի բարձրաձայնել եւ ասել է որ այդ ամենը կապ ունի իմ թեմի առաջնորդի հետ։ Ինձ հետաքրքիր է նույն լրատվամիջոցները եւ այդ պարզ հավատացյալները արդյոք հերան գնացին Արագածոտնի թեմ առաջնորդին տեսնելու եւ հարցնելու ինչ ես արել ես հասարակ քահանային կամ ինչ է կատարվում դու ինչ ես արել ես քահանայի հետ ինչի է բողոքում ձեն ինչի է գցել գլուխը հասկանաք բարձ կուզեմ ասել չեն արել հիմա անարդար եմ համարում եթե չեք արել ծեծողին բան չեք ասել ծեծվողին ինչ եք բան ասում դուք ծեծվողն եք Սրբազանը դե այլաբանորեն եթե ասելու լինենք այդպես է այսինքն ես բողոքի ձայնը շուտ եմ հանել ես ասել եմ խնդիր կա ես ասել եմ պրոբլեմ կա եւ լրատվամիջոցները հեսա կներեք հազար անգամ նույն լրատվամիջոցները երբ որ մեկ հոգեվորական կամ եկեղեցական կապ չունի ոչ իր կապայի գույնը ոչ էլ իր աստառի գույնը այսինքն եթե մենք պետքա հասարակ քահանայի խնդրի հետևից չգնանք դի եպիսկոպոս լինի որ իր խնդրի հետևից գնանք որ մնաց արդարությունը եւ հիմա այս պարագայից անարդար եմ համարում որ բանը հասել է այս կետին ու էլ այդ մարդկանց հետ կապված որևէ հարցազրույցներ չկա, չեն գնում, այդ դռները չեն ծեծում ասելու համար, ինչ է կարել այս մարդուն։ Այս հասարակ քահանային, այս գյուղի տերտերին օրինակ։ Ես այս կոնտեքստում մի հարց ունեմ, էլի տամ հետո շարունակեմ խնդրում եմ։ Տերարամ, ես ներողություն եմ խնդրում, որ ուղիղ եմ հնչեցնելու, բայց գուգարած թեմի առաջնորդից ձեր գործողությունների վերաբերյալ հնչել է հետևյալ արտահայտությունը հուդայություն է կամ այսպես, հա։ Մեր Հովնան Սրբազանն է, իդեպ խորին հարգանք ունեմ իր նկատմամբ, ինքիմ դասախոսս ա եղել, ես իրեն շատ սիրում եմ, մինչև մեր շարունակում եմ սիրել, իր անձի հետ կապված որևէ բան չկա։ Այսինքն տեսեք, ես այս ամեն ինչը երբ որ սկսել եմ, ես եկեղեցու մեջ թշնամիներ ման չեմ եկել։ Նրանք իմ հոգևոր հայրերն են, իմ հոգևոր եղբայրներն են, ինչպես իրենք են կրկնում, որ սա տուն է, ընտանեկան վիճակ է, բայց հիմա նույն Հովնան Սրբազանին ես հարց ունեմ։ Երբ որ կա արդարության նկատմամբ սխալ վերաբերմունք,
արդյոք կարևոր է սրբազանի համար չխոսելը, որովհետև անարդարությունը գործվել է եպիսկոպոսի կողմից։ Եթե ինքը արդարության զգացում ունի, գոնե մեկ անգամ պետք է ինձ զանգեր ասել, ես գիտեմ ինչ ա եղել, ես գիտեմ, որ դու մեղավոր չես, բայց անցի առաջ։ Այսինքն գիտի, որ դուք մեղավոր չեք, եւ Իհարկե անվանում եք գիտի։ Հուդա։ Լավ, եթե ինձ անվանում է Հուդա, ուրեմն ես էլ հարց ունեմ սրբազանին։ Ո՞վ է իր համար Քրիստոսը այս ամենի մեջ։ Լավ, եկեք ուրիշ բան մտածենք։ Հուդան ում մատնեց։ Հիսուսին, իսկ Հիսուս արդար էր, Հիսուս մեղավոր չէր։ Դուք հիմա ինձ ուզում եք ասեք, որ այս եկեղեցու մեջ կա մեկը, որ Հիսուս է։ Ուզում եք ասեք, այս եկեղեցու մեջ կա մեկը, որ արդար է ու ինքը մեղք չի գործում։ Հասարակ սարկավագից մինչև կաթողիկոս, ուզում եք ասեք, որ անսխալական են։ Ուզում եք ասեք, որ կաթողիկոսը սխալներ չի անի։ Եթե իրեն հարցնեք, ինքն էլ կասի, որ անում է։ Ուրեմն, եթե կա մեղք, կա նաև անարդարություն, ու անարդարությունը իր տակ արդեն հիմքում ունի մեղք։ Եվ հիմա իրենք իսկ իրենց արդար մեկը չեն համարում։ Իրենք գիտեն, որ իրենք սխալներ են անում։ Ուրեմն ես ում դեմ եմ մեղք գործել։ Եկեղեցու թե անհատի։ Այսինքն Տեր Արամը չի ներկայացնում եկեղեցին, բայց եպիսկոպոսը ներկայացնում է եկեղեցին։ Տեր Արամ, ձեր ասածը հասկանալի է, բայց այս հարցն է առաջանում էլի, այն ինչ անում եք հագայեկեղեցական արշավ անում Դուք ինձ ասեք գործողությունների կիզակետում ընթացքում դրա համար ինչ անշանակում հակայեկեղեցական։ Այսինքն եթե ես ասում եմ, որ գիտեք սիրելիներ, մեր եկեղեցին ունի խնդիր։ Խոսքը ոչ թե սկսածի մասին, այլ Նիկոլ Փաշինյանի գրառումներից հետո այն ինչ իրավիճակը ստեղծվել է, շատերն անվանում են հագայեկեղեցական արշավ։ Նիկոլ Փաշինյանի գրառումներից հետո, լավ ասացիք։ Իմ պատիժները Նիկոլ Փաշինյանի գրառումների հետ ինչ կապ ունեն։ Այսինքն Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանը սկսել է ինձ պատիժներ տալ, որովհետև Հայաստանի Հանրապետության վարչապետը սկսել է խոսել։ Ես ուղղակի տրամաբանական կապը չեմ կարող տեսնել։ Եվ միջև Հայաստանի վարչապետը կխոսել այս ամեն ինչի մասին, արդեն այս ամեն ինչը սկսված էր։ Մարդիկ հիմա հարց են տալիս, ասում են, ինչի հիմա սկսեցիր։ Ես այդ հարցին հարցով կպատասխանեմ։ Իսկ ստորացումներն ու պատիժները ինչու հիմա ուժ գնացան։ Եվ ես ուզում եմ, որ այս ամեն ինչը չկրճատվի։ Ես ուզում եմ, որ իմ տված հարցը հանրության ականջին հասնի։ Խնդրում եմ ուղղակի ձեզ թող հասնի։ Իմ համար էական չի, ես բոլորից սիրում եմ։ Իմ համար էական չի լրատվամիջոցը որ մեկն է, ով է դրա ղեկավարը։ Ես ձեզ բոլորին իմն եմ համարում, ես էլ կարծում եմ, որ ես էլ ձերն եմ։ Հիմա երիտասարդ հոգևորական, որ իր խնդիրը բարձրաձայնում է։ Այսինքն վատ մարդ այն մարդով, որ խնդիրը բարձրաձայնում, թե ով որ խնդիրը հարուցում է։ Սրա վրա պետք է մենք ուշադրություն դարձնենք։ Մենք պետք է նայենք, թե մարդը ինչ է ասում, ոչ թե որ ժամին ասեց, ինչ ձենով ասեց։ Խնդիրը են տեսնում, որ եկեղեցու հետ ներքին ձեր խնդիրը բարձրաձայնել եք ու հենց եկեղեցու ներսին չեք փորձել խնդիրը լուծել։ Ասեք կա նման շատ լավ հարց եք տալիս, եւ եթե կա, փորձել եք արդյոք այդ միջոցով ձեր խնդիրները բարձրաձայնել առանց հանրությանը։ Հիմա եթե գնաք որևէ մեկ հոգևորականի հաշտակ ասեք ինչ է եկեղեցին, կսկսի հունարեն էկլեսիա բառից, կասի, որ էկլեսիա բառից է գալիս, նշանակում է մարդկանց հավաքատեղի, ժողով, եւ այդ ժողովի մեջ, եւ այդ ժողովին կարող են մասնակցել ոչ միայն հոգևորականները, այլ նաեւ աշխարհականները։ Հիմա տեսեք, դուք լավ բան ասացիք, ասացիք քրիստոնյա հանրությանն է այս ամեն ինչը հետաքրքրում։ Արդյոք այդ քրիստոնյա հանրությունը եկեղեցի չէ։ Եվ բարձրաձայնել։ Միթե չի կարելի բարձրաձայնել խնդրի մասին։ Այն դեպքում, երբ որ դու բոլոր դռները ծեծել ես, եկեղեցու հոգևորականության մասով եմ ասում, այսինքն բոլոր հոգևորականները, որ պիտի այս հարցը լուծեին եւ չեն լուծել, այսինքն ուզում էին լուծել, բայց այդ ցանկությունը իմ պատկերացումների հետ առհասարակ կապ չուներ, ոչ էլ արդարության հետ։ Եվ ես ստիպված հիմնել եմ եկեղեցու մյուս կեսին, որը որ ժողովուրդն է։ Հիմա եթե մենք, ասեք շատ իհարկե դիմել եմ։ Ինչպես է դա տեղի ունեցել, որն է կանոնակարգ եկեղեցու, որ կարող է խնդիրները բարձրաձայնել։ Տեսեք, նախ ում հետ որ ես կոնֆլիկտ ունեցել եմ, ես անընդհատ փորձել եմ իր հետ այդ կոնֆլիկտը հարթել։ Տարբեր ձևերով։ Անկամ այն մարդիկ, ովքեր որ իմացել են կոնֆլիկտի մասին, եւ բարեկամ են եղել եւ ինձ, եւ թեմիս առաջնորդին, այսինքն չեն ուզեցել խառնվել որպես օտար մեկը։ Այդ մարդկանց խնդրանքներն էլ էլի անպատասխան են մնացել։ Որից հետո նորից փորձել եմ արել իր հետ ճշտել, այս հարցերը պարզաբանել, նորից չի ստացվել։ Միջև ամենայն Հայոց կաթողիկոսի հետ խոսելը, նորից փորձ եմ արել իր հետ խոսել, չի ընդունել, եւ ես պարզ ասել եմ,
Դուք ոչ թե ինչ չեք ընդունում, դուք խաղաղությունը չեք ընդունում։ Լավ խոսք ավետան, ասում է Աստված իր արեգակը ցակեցնում է եւ արդարների եւ մեղավորների վրա։ Եթե անգամ ես մեղավոր եմ եղել, բայց էսի ընտանիք է, իրենք են չէ՞ շեշտում, ընտանիք է, էսի ընտանիք է։ Բայց թե քո երեխան մեղավոր է, դուք ինչ ես անում, հանում ես ընտանիքից դուրս։ Այսինքն եթե ես լուռ էի մնում, ես ընտանիքից դուրս էի արդեն։ Կաթողիկոսի մոտ ձեր խնդիրները ներկայացրել եք։ Ամբողջապես։ Ամենայն հայ կաթողիկոսն ասել է, որ քո խնդիրները լուծված են, եւ սա կաթողիկոսի խոսք է։ Գիտեք, ես ուզում շեշտել։ Այս խոսքը չի ասում Սարգսակյան կամ Աբեղա կամ եպիսկոպոս, սա ասում է կաթողիկոսը։ Եվ կաթողիկոսը այս ընտանիքի հայրն է։ Հիմա եթե հայրը բան է ասում, երեխաները եթե լավ զավակներ են, պետք է լսեն հորը։ Ես պատրաստ եմ հորը լսելու։ Միջև այն պահը, որ թեմի առաջնորդը անգամ ինքը իր հոր խոսքը չլսեց։ Այսինքն կաթողիկոսի ասելուց հետո ես գնացի ներողություն խնդրեցի, տեսեք, ներողություն եմ անգամ խնդրել։ Ուզում եմ կներես, եթե սխալ եմ արել, ես ուզում եմ շարունակել իմ ծառայությունը, ոնց ասեք։ Այդ քայլին եմ գնացել։ Մարդը ասել է գնա կմտածեմ քեզ ինչ պատիժներ եմ տալի ու տվել է։ Դրանից հետո մի հատ ուտե քննելու, հասկանալու բան չկա։ Անկամ փողոցում որ մեկի ոտքին կանգնես, որ ասում եք կներես, ասում ենք ոչինչ։ Գնա բան չկա։ Մենք եք քանենք, բայց շորը ինչ ենք հակել։ Բայց եթե դուք ասել եք կներես, այսինքն դուք ինչ որ ասել եմ քալի համար եք ասել, իհարկե, պատիժ լինել, դա այն դեպքում, երբ որ ամենայն հայ կաթողիկոսը չի ասել, որ գնա քո հարցը լուծված է։ Բայց եթե ամենայն հայ կաթողիկոսը ասել է գնա քո հարցը լուծված է, սա խոսքա կաթողիկոսի։ Դրանից հետո, եթե անգամ էլի չներելու հարց կա, այստեղ մեկ ուրիշ հարց կա։ Ո՞վ է քեզ ուղարկել իր մոտ։ Դա պետք է հաշվի առնել։ Վիրավորված եք պատիժների հետ կապված։ Եթե անկեղծ այո, ոչ։ Ինչ պատիժներ են սահմանել։ Տարբեր։ Բացատրագրերը շատ ունեմ, մի ամբողջ սեղան բացատրագրեր ունեմ։ Գրավոր նկատողություններ կցված գործերից։ Գրավոր նկատողություններ, որոնք սպառնում են, որ ես փիլոնազոր կլինեմ 1 ամսով, 2 ամսով, նկատողություններ, որ արգելվում են, որ ես առհասարակ արարողակարգեր անցկացնեմ։ Տարբեր։ Հանրությունից ինչ եք ակնկալում, ինչպես եք ձեր խնդիրը հանրայնացնելուց հետո ինչպես եք պատկերացնում այս խնդիրների լուծումը։ Խնդիրների լուծումը կուզեմ, որ առհասարակ առաջին իրենք մտածեն ոչ թե ով այդ ամեն ինչը ասում, այլ առհասարակ խնդրի մասին մտածեն, որ խնդիր կա, որևէ մեկը հիմա չի հերքում, որ խնդիր կա։ Այս բոլոր խժդժությունները նրա համար են, որ Տեր Արամը խոսացել է։ Եվ մեղադրանքներն են ինչու է խոսացել։ Այսինքն ինչ որ կար, դի ձեն չհաներ, լավ չես արել, որ ասել ես դրա մասին։ Ինչ որ անում ենք, լավ ենք անում։ Ես մոտավորապես ես եմ հասկանում։ Ինչ ասել եմ, լավ, ինչ արել ենք, լավ ենք արել, դու իրավունք չունեիր, մենք որ արել ենք ոչինչ, բայց որ դու ասել ես, լավ չես արել, դու հակա եկեղեցական ես։ Իսկ եկեղեցին Քրիստոսի մարմինն է, եկեղեցին ինքը սեր է։ Ձեր կարծիքով բանը սեր եմ տեսել, հիմա էլ անսեր եմ պատասխանում։ Մի հատ հետգանք բուն թեմային էլի, հրահանգին, որ ձեզ ուղարկել են, այսպես ասած, այս ցուցակ են կազմել եւ այլ։ Այդ ժամանակ դուք ընդվզել եք կամ ասել եք, որ համաձայն չեք դրա հետ։ Մենք քահանաների մեծ մասը միշտ էլ նեղվել է այդ թեմայից։ Բայց քանի որ բայց չենք բարձրաձայնում, ինչու, որովհետեւ հետևանքների մասին գիտեինք։ Ներողություն, չեք էլ հարցրել ինչու ընդդիմության ցույցերին, հա, ինչու ոչ Նիկոլ Փաշինյանի ցույցերին, այլ Մայրաթոռում ասում էին դե առհասարակ եթե ցույցերա խաղաղության համար պետքա գնալ, լավ հարց եք տալիս։ Դուք այլ մոտիվ եք տեսնում իրենց ձեզ ուղարկելու։ Գիտեք, այն ցուցակները, որ կազմվել է գնալու համար, ով գնար չգնար, ես մեջն էի միշտ։ Այո, այլ մոտիվներ տեսնում եմ։ Ինչ մոտիվ եք։ Քանի որ ես վարչապետի ընտանիքի հետ կապ ունեի 21 թվականին։ Այո, 20 թվականից սկսած։ Կապ ունեի, իրենց թույլտվությամբ կապ ունեի։ Սա էլ է կարևոր շեշտել։ 5 անգամ ես այդ ընտանիքի հետ կապի եմ դուրս եկել։ 20 թվականին գրառումներ կային ձեր Facebook-յան էջից սկրինները տարածում։ Ինչեր են, ասեք։ Փորձեմ գտնել միասին։ Եթե այդպես մոտավոր հիշում եք, ես կճշտեմ։ Միշտ ես մի հատ հարց տամ, էլի իշխանամարտ շրջանակների վերլուծաբաններն այսպես ասած ասում են, որ ձեզ առաջարկել են կաթողիկոս դառնալ։
Այս շատ լավ հարց եք տալիս, ես չեմ կարող կաթողիկոս լինել, առաջինը, որովհետև ես իմ հոգևոր մաքրության առումով ինձ այդքան մաքուր չեմ համարում կաթողիկոս լինելու համար, երկրորդ, ես ամուսնացյալ հոգևորական եմ, ունեմ ընտանիք, չեմ պատրաստում ընտանիքս թողնել կաթողիկոս դառնալու համար, սրանք ուղղակի խայծեր են։ Այն ինչ որ ես ունեմ, շատ ուրախ եմ ունեցածով, գոհ եմ ինչ որ Աստված ինձ տվել է, եւ նման ակնկալիքներ, ցանկություններ առհասարակ չունեմ։ Թող սա հանրությունը լսի, ես չեմ ուզում կաթողիկոս դառնալ։ Եթե նման առաջարկ լինի, այնուամենայնիվ ինչ որ բան փոխվի, ասենք որ կաթողիկոս լինելու, կարծում նման առաջարկներ չեն լինի, դրա մասին վարչապետը անգամ խոսել է։ Այնպես որ պետք չի տանել կապել ինձ այս ամեն ինչի հետ։ Լավ։ Դրա մի այսպիսի սկրին կա։ Այսինքն ձեր գրառումն է, թե ինչ որ կերծ բան է։ Դա իմ գրառումը չի, հումոր կլուբ, ես այստեղ ուղղակի ծիծաղացել եմ։ Ինչի մասին է սա։ Չգիտեմ ինչի մասն է, չեմ էլ հիշում, թեման ամբողջությամբ չեմ էլ կարդացել։ Այսինքն ձերն ամեն դեպքում էլի։ Եթե Facebook-յան էջիմներ, այո, կեղծ չի։ Դե հայ Միջև ասեմ ավելին, չէ, հիմա դուք օգնում եք ինձ, անգամ իմ Facebook-յան էջում վերջին ամիս ու կես առաջ ես վարչապետի հետ կապված գրառում եմ արել, որտեղ ինքը խոսում էր ամուսնացյալ քահանաների մասին ու ես դրա հետ կապված գրառում եմ արել։ Ես էլ եմ ասում, ես ինչ որ խոսում եմ, ես չեմ ուզում որ դուք այդ ամեն ինչը քաղաքականացնեք։ Այս ամեն ինչը եկեղեցու համար է, այս ամեն ինչը եկեղեցին ավելի լավը դարձնելու համար է, եւ եթե որևէ մեկ հոգեորական ճնշված է եկեղեցու մեջ, խեղդվում է եկեղեցու մեջ եւ չի կարողանում իր ծառայությունը իր ժողովրդին բերել, որտեղ խանգարող է հենց եկեղեցու ներսի հոգեորականներն են, ես կարծում եմ, որ մենք եկեղեցին ավելի շատ պետք է սիրենք, քան այդ անհատին, որ խանգարում է եկեղեցու բնականon կյանքին։ Համաձայն եք Փաշինյանի գործողությունների հետ, մտքերի հետ, եկեղեցու հետ կապված։ Ճիշտն ասած չեմ էլ իմանում շատ ինչա խոսել եկեղեցու հետ կապված, մտքերի հետ կապված, միայն այդ կաթողիկոսական այդ տեխնացուի հետ կապված, որ կարող էին ինձ հետ կապել, այդպես ուսումնասիրել եմ ու մի քիչ ծիծաղս եկել է։ Ուղղակի տրամադրությունս բարձրացել է ես եւ կաթողիկոս էլի։ Այսքանը մնացածը տեղյակ չունի։ Փաշինյանը պնդում է, որ Սակրամենտյան օգն է խախտել կաթողիկոսը եւ դրա հիմքով կարծես թե ուզում է, որ կաթողիկոսը այսպես ասած շակերտներում հրաժարական տա։ Դուք առհասարակ բազմաթիվ գրառումներ են նվիրել եկեղեցուն, կաթողիկոսի անձին եւ եկեղեցուն բարեփոխումներին, իր պատկերացումներով բարեփոխումներին։ Այս ամենին ինչպես եք դուք վերաբերվում։ Տեսեք, հիմա ասում եք Հայաստանի վարչապետը ասել է ընտանիք ունի։ Որ մի բան չունես, չեն էլ կարող ասել, որ ունես։ Եթե ասեն էլ կհերկվի։ Հիմա ես հավատում եմ, վստահում եմ, որ այդպիսի բան չկա, ու շուտով մայրաթորն էլ հերքելու է սա։ Դե թող ասեն, որ Տեր Արամը, չգիտեմ, ասենք վիրաբույժ է։ Թող ասեն, որ վիրաբույժ չեն, ինչ անեմ։ Ոնց են հաստատելու։ Հաստատի հերքում չի եղել այս պայմաններում։ Դե թող հերքեն, չգիտեմ։ Այս պայմաններում վարչապետի գործողություններն ու պահանջները եկեղեցուց ճիշտ եք համարում։ Գիտեք ինչ կա, դա ինքը կիմանա, երբ որ ասում է, ես չգիտեմ ինչու ասում նման բան։ Բայց ամեն դեպքում պետք է հերքել։ Որպես հայ մարդ, որպես եկեղեցական, ինչի՞ չէ, ես էլ եմ սպասում, որ իմ հորս անունը եթե արատավորում են, թող ասի, որ նման բան չկա։ Նայեցեք դուք ինձ ճիշտ չեք հասկանում։ Խոսքը ոչ թե կոնկրետ կուսակրոնության ուխտը խախտելու մասին է, այլ վարչապետի մակարդակով դրա մասին խոսելու եւ դրանից ելնելով որոշակի պահանջներ ներկայացնելու կաթողիկոսին որպես վարչապետ։ Դուք սրա վերաբերյալ որպես հոգևորական Խնդրո առարկան, այսինքն որն է, որ ընտանիք ունի։ Ըստ վարչապետի, հա, բայց հոգևորականների կողմից, մայրաթորի կողմից ավելի շատ շեշտվում է երկրի ղեկավարի վարչապետի մակարդակով։ Դա երկրի ղեկավարի կարծիքն է, խոսքն է, եւ դա կարող է, այսպես ասեմ, դրա մասին խոսել երկրի ղեկավարը կամ վարչապետը։ Ես իր ասածների մասով չեմ ուզում մեկնաբանություններ անել։ Եվ սխալ էլ կլինի, որ ես իր ասածների հետ կապված մեկնաբանություններ անեմ առհասարակ, բայց ես որպես եկեղեցական
ես գիտեմ, ես հավատում եմ, որ նման բան չկա, կարող է ուղղակի ասել, որ նման բան չկա։ Հիմա կասեն, չեն ասի չգիտեմ։ 2 ամիս առաջ Էջմիածնում տեսել եք երևի ինչ տեղի ունեցավ, ԱԱԾ-ն որ Այնտեղ եմ եղել։ Գնայք, տեղը խամից։ Մայրաթոռում։ Մայրաթոռում, հա։ Բայց էսի մեր խնդրի հետ ուղղակի տեն շատ կապ չունի, էլի հիմա եկեղեցու հետ կապված ինչ հարց կա, այս փաստորեն պետք է պատասխանեմ։ Ես կուզեի ձեր վերաբերմունքը, քանի որ դուք հանդես եք գալիս, ասես ասած, եկեղեցու վերաբերյալ խնդիրները բարձրաձայնողի դերում, կուզեի նաև Ինչի համար էին եկել, չեմ հիշում։ Եկել էին կոնկրետ Միքայել Սրբազանին ձերբակալելու։ Միքայել Սրբազանին ձերբակալելու։ Ճանապարհներ այլ տեսնում էի ձերբակալության համար։ Էլի եմ ասում, ինֆորմացված չեմ ինչու հենց այնտեղ։ Արդյոք Միքայել Սրբազանը գիտեր, որ այդ օրը ձերբակալելու են թե ոչ։ Չգիտեմ, չեմ կարող հստակ պատասխան տալ։ Իրավապահների գործողությանը որևէ գնահատական չունեք որպես հոգևորական, քանի որ ԱԱԾ-ն ամեն դեպքում մտել էր մայրաթոռ։ Նորմալ չեմ համարում դա, իհարկե։ Լավ բան չեմ համարում։ Ճանապարհին կարելի էր ձերբակալել, Գյումրի մտնելիս կարելի էր ձերբակալել, բայց մայրաթոռում նման բաները ճիշտ չեմ համարում։ Իսկ հենց ձերբակալության փաստը, այսինքն իրավական տարբեր մեխանիզմներ կան իրականում մարդուն հարցաքննելու, մեղադրանք առաջադրելու եւ այլն, հենց ձերբակալելու եւ նման աղմուկով ԱԱԾ-ի միջոցով դուք չեք համարում, որ սա հարված էր եկեղեցուն եւ հոգեվորականների համբավին հանրության։ Ես մի բան ասեմ, ես հենց որպես հոգեվորական եմ սրա մասին խոսում։ Հոգեվորականը անձեռնմխելի չէ։ Եթե այնպիսի արարք է կատարել, հիմա տեսեք, ես հիշում եմ, որ Ռոբերտ Քոչարյանի ժամանակ եպիսկոպոս ձերբակալվեց։ Արդյոք գրառումներ տեսել եք եկեղեցու կողմից այս հարցի հետ կապված մեկնաբանություններ։ Ես էլ չեմ հիշում, չգիտեմ։ Հիմա խոսենք նրա մասին, որ հոգևորականը ինքը անձեռնմխելի անձ չէ, նաև մեղավոր մեկն է, որ կարող է մեղք գործել, այլոց նկատմամբ, մարդու նկատմամբ։ Ես չեմ ուզում սա միայն Միքայել Սրբազանի մասով ասել, առհասարակ ասել։ Հիմա եթե ես կգնամ փողոցում մեկին վնաս կտամ, այսինքն ինձ ձերբակալելուց հետո ես չեմ ուզենա, որ հանրությունն ասի հոգևորականա ձերբակալվել։ Մտ ուզում հասկանալ ինչա ձերբակալ, կարող ես բան եմ արել, իրոք ձերբակալման ենթակա էի։ Մի հատ էլ ցմա ազատազրկում է։ Այնպես որ եւս առավել որ հոգևորական է, ուրեմն եթե ինքը պետքա ոմանց ասի, որ չի կարելի մեղք գործել, ինքը եւս գոնե մեկ քայլ այն հասարակ մահկանացուից, չնայած մենք ամենահասարակ մահկանացուներն ենք, պետքա մի քայլ գոնե առաջ լինի։ Եվ եթե արել է մեղք է գործել, հանցանք է կատարել մեկ ուրիշի նկատմամբ, ուրիշի կյանքի մեջ որևէ, չգիտեմ, կարգ խախտել է, ազատությունից զրկել է, իրավունքները սահմանափակել է, եթե օրենքը թույլ է տալիս, որ ձերբակալվի, ուրեմն կապ չունի հակի ինչ որա, պետքա ձերբակալվի։ Սրա մասին ձերբակալողը չպետք է մտածի։ Սրա մասին հանցանքը գործողը պետք է մտածի, թե ինքը ինչ կարգավիճակ ու ստատուս ունի։ Անի այդ բանը, թե չանի այդ բանը։ Շատ լավ, մեկ էլ ձեր հարցաքննության մասին, էլի, երբ մենք խոսեցինք, մոտավորապես ժամը 3-ն էր, դուք ասացիք պետական մարմնից որևէ Ես երեկոյան ուշ եմ հրավիրվել այնտեղ։ Այսինքն հենց հրավիրվել ու միանգամից գնացել եք։ Այո։ Ինչքան է մոտավոր տևել հարցաքննությունը։ Ժամուկես։ Որ քննչական բաժնում։ Չեմ կարող ասել տեղը, բայց ժամուկես եղել։ Շատ լավ, ուղղակի հանրության ինչ որ խումբ ձեզ մեղադրում էին, ճիշտ ասած, ստախոսության մեջ, այս մասով, հա, որ ասել եք, կարծեմ այլ լրատվամիջոցի եք ասել, որ հարցաքննության չեք ենթարկվել։ Դե տեսեք, մեղադրում էր, հիմա նույն կերպ վարչապետն էլ կաթողիկոսին էր մեղադրում ընտանիք ունենալու մեջ։ Մեղադրանքները դեռ պետք է հաստատվի։ Այսինքն քննարկման ենթակա է, կա ճշտվի, արդյոք արժեր քննադատել, չարժեր։ Զուտ ձեր հարցաքննության մասով եմ ուզում հասկանալ։ Ինչի համար է հանրությունը մեղադրում, որ դրանից հետո են կանչ։ Ժամն է խանգարում։ Կարծում եմ մարդկանց մոտ ընթացակարգը մի քիչ ես առաջարկում եմ մեր հանրությանը, որ մի քիչ սպասեն։ Ամեն ինչի։ Հիմա ավելի գլոբալ հարց կա, խնդիր կա։ Եկեղեցու հարցերը։ Սա ավելի կարևոր հարց է, ինչ է կատարվում եկեղեցու ներսում, քան ժամայինը, թե ասենք
արևի մայր մտնելուց հետո Տեր Արամը գնաց քնչական, թե մինչև լույսը բացվելու։ Դե Տեր Արամը եկեղեցու հարցից մենք ճիշտ ասած մինչև այստեղ գալը Սաղմոսավանքում եղանք, Մուղնի Սուրբ Գևորգում, Սուրբ Մարիանեում աշտարակի ձեր թեմի այդ 3 եկեղեցիներում մեր եղած պահին հոգևորականներ չկային, արարողություններ էին նախատեսված եղել, որոնք չեն ոնց է լուծվելու այս խնդիրը կամ չգիտեմ փոխարինման կարգ կա, որ Ես լավատես եմ, ինձ թվում է այնտեղ հոգևորականներ կան, որովե մեկ այդ կապի դուրս չեմ եկել, որովհետև ինչ էս կոնֆլիկտը եղել է, անգամ բան է եղել, այսպես հորդոր է եղել, Տեր Արամի հետ չշփվել։ Սրա վրա կարող եք ֆիքսվել։ Քահանա հայրերին փոխանցվել է, որ լավ կլինի, որ Տեր Արամի հետ չշփվեն։ Եվ այն մարդիկ, ովքեր գոնե շաբաթը մեկ անգամ ինձ զանգահարում էին, փորձում էինք հասկանալ ում կյանքում ինչ խնդիր պրոբլեմ կա, այդ մարդիկ էլ այդ հրահանգից հետո իմ հետ այլևս կապի դուրս չեն եկել։ Չեք ներում նրանց։ Ներում եմ նրանց, ուղղակի ես մեղք չեմ գործել նրանց նկատմամբ անտարբերությամբ։ Իրենք ուղղակի որոշել են, որ չզանգեն ինձ։ Ներել չներելու հարց չկա, բոլորն էլ իմ հոգևոր եղբայրներն են, եթե ես կարամ իրենց համար մի բան անեմ, հենց հիմա պատրաստ եմ անելու։ Հա, շնորհակալ կա բան, որ դուք կուզեք ավելացնել կամ Չէ, թող խաղաղություն հաստատվի, այսքան է։ որտեղ։ Թող խաղաղ մեր հայոց աշխարհում, մարդկանց մտքերի ու սրտերի մեջ։